Մարտին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա այլևս կլինի։ Մարտին կհրապարակվի, մարտը դեռ շարունակվում է, կհրապարակվի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի տեքստը հրապարակման։ Արդարադատության նախարարի Իրար Ամերժ այս հայտարարություններից հետո վարչապետն այսօր պարզաբանեց, թե ինչու նոր սահմանադրության նախագիծը չի հրապարակվում։ Ասաց, որոշ հարցերի շուրջ իշխող թիմում դեռ տարաձայնություններ կան։ Խնդիրն այն է, որ մի քանի սկզբունքային եւ կարեւոր նյուանսների շուրջ, որը կապված է պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի բանավեճ կա կառավարական եւ քաղաքական թիմում, եւ ես չեմ ուզում, որ մենք հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու։ Նախարար Գալյանը, որի ղեկավարմամբ է մշակվում նոր սահմանադրությունը, երեկ ասաց, փաստաթուղթը հրապարակել չհրապարակելը իր որոշելիքը չէ։ Շարունակեց պնդել, թե հայտարարված ժամկետում տեքստի վրա աշխատանքն ավարտել են։ Նոր սահմանադրության պատրաստի տեքստը տրամադրվել է արդյոք սահմանադրական բարեփոխումների խորհրդին։ Դանիել Յոհաննիսյանը, որ ակտիվ մասնակցում է խորհրդի նիստերին, հստակ տեղեկություն չունի։ Կա պատրաստի տեքստ, թե չկա։ Հարցնում եմ հետևյալին. այդպեսին չկա, ես չեմ կարծում, որ կա։ Նույնիսկ եթե կա, հիմա դա ընդհանրապես արդարադատության նախարարության կամ ինչ-որ այլ սուբյեկտների պատկերացումներ են։ Այն, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ չէ եւ հենց այդ պատճառով չի հրապարակվում, կարծում է խորհրդի մեկ այլ անդամ Էդմոն Մարուքյանը։ Մարդիկ կան ասում են, կարողա չեն հրապարակում, որ ժողովուրդը չիմանա, որ հանել են։ Ես ասում ժողովուրդ ջան, այդ մարդիկ բաց ասում են, խնդիր չունեն այդ իմաստով։ Եթե մարդիկ գրել են ծրագրի մեջ, որ կաթողիկոսին հեռացնելու ենք, մեզ ձայն տվեք հեռացնենք, խնդիր ունեն այդ մասով ինչ որ կաշկանդվելու։ Պատրաստ լինի կհրապարակեն, ես կարծում եմ տեխնիկայի բնույթ է, տեխնիկական հարց է։ Սրփուի Գալյանը մինչդեռ երեկ պնդեց, թե պատրաստի տեքստը հանձնել է մեջբերեմ ավելի լայն քննարկման։ Իսկ լայն քննարկում ասելով պարզվեց նկատի ունի քաղաքացիական պայմանագրի 20 հոգանոց վարչությանն ու մի քանի կուսակցականների։ Վարչապետ Փաշինյանը այսօր հաստատեց, ոչ միայն տեքստին է ծանոթ, նաև աշխատում է դրա վրա։ Ես ինքս էլ այդ տեքստի վրա աշխատել եմ որոշակիորեն։ Դե գիտեք, ինքը ոտանավորներ գրում է, երգերի տեքստեր գրում է, եւ երևի մտածել է, որ սահմանադրություն էլ կարա գրի, որոշել է, որ ինքը գրի, ինքը սահմանադրական խորհրդի անդամ չի։ Նոր սահմանադրությունը գրում են արդարադատության նախարարությունում, նախարարն էլ համակարգում է աշխատանքը, ընդգծում է Էդմոն Մարուքյանը, զարմանում, ինչու է Նիկոլ Փաշինյանն անձամբ թուղթն ու գրիչը վերցրել իր ձեռքը։ Հայաստանում նախկինում չենք ունեցել նման իրավիճակ, որ սահմանադրության տեքստի վրա աշխատի գործադիր իշխանության ղեկավարը կամ հանրապետության նախագահը, բայց ունենք։ Ես կարծում եմ, որ ինքը ստուգելա տեսնի հաստատ սա այն է, ինչ որ ուզում է Ալիևը, թե կարող է ինչ որ բաններ չի մի քիչ բան անի, ուղի, չէ բացառում, որ կարող մեյլ անեն նաև Ադրբեջան, իրանք աշխատեն դրա վրա։ Վարչապետն ու թիմակիցները պնդում են, թե նոր սահմանադրության ընդունումը ներքին օրակարգ է, որը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն։ Արդեն շատ հստակ է, իշխող թիմն ու վարչապետն անձամբ չեն ցանկանում այնտեղ տեսնել հղումն անկախության հռչակագրին։ Սա հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանն է։ Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը տարածքային նկրտում են համարում։ Իսկ հաշվի առնելով իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հնարավոր է Հայաստանի զինանշանից էլ հեռացվի Արարատ լեռան պատկերը։ Նման հարց չեմ բարձրացնում, ձեր ասացի հետ կապված։